Սիրելի հետևորդներ ջան, լույս ասեմ, գովեստերել եմ, առավոտից արթնացել ենք, ու այս հենց անուշ տեսարանով եմ, ձեզ ուզում բարի լույս ասեմ, իսօր տե բոլորիդ հյուրասիրեմ, Նած սրանց մեծությունը նայեք, համն էլ է, շատ լավն է, փորձել ենք, շատ համով է, ստե նայեք, ինչքան մեծ է, պատկերացնում եք ինչքան ընտիր ժելե կստացվի, տեսարանից հետո, այսենց հավեսով, կոֆե եմ ուզում ձեզ առաջարկեմ, որովհետև գիտեմ իմ հետ կոֆե խմողները շատ են, անգամ ստեղ ռիմատատին ու ալան է գիտեն, այդ ռիմատատերք չկա, թող հոգին լույսերի մեջ մնա, ապրեք, այդքան սիրուն գրեցիք ու գրեցիք, զանգեցիք ու զանգեցիք, անձնականով էլ ասեցիք ու ասեցիք, շատ, չափից շատ շնորհակալ եմ, սիրելի հետևորդներ ջան, ոնց են ասում, Աստված առատապես օր հնի ձեզ, լավ լնեք, միշտ բարու մեջ լնեք, միշտ մեկս մեկիս հարեհասել ենք, տանը ենքան անելիք ու բաներ կա, որ սառնանում էլ տեղ ու դադար չկա, երեկվա մեր առած ձմերուկներ, խնդրեմ, համով էր, լավներ, այս տեսարանին վաղուց կարոտել էի, համ ես, համ էլ դուք սիրում եմ մասիվը շատ, արդեն Երևանն իրա նման է, համ շոք է, համ թեթև քամի կա, ես մի քիչ գրիպ եմ, ինչքան ուզում է անտիգրիպ, սեպտոլետ է, ստրեպ, չգիտեմ ինչ, ստրեպտիս, վայթե, են անանուխի համով կոճակներից էլ եմ օգտագործում, բայց թե գրիպն իրա 3 օրը ունի, մինչև չանցնի, ինչ ուզում ես արաս, այլը տեղից չի շարժվի։ Այսօր արթնացել ենք, էլի ուզում ենք գնանք դեպի գերեզմաններ, ու իրիկունը ամենավերջի տաքսին ենք պատվիրել, գնանք հասնենք մեր տուն, որովհետև Նիկայի օրերն էլ հաշված, օրերն էլ թրջում են գնում են, տանելիքը գործ ունենք, բալանին թողել ենք բանալին, որ չուղեք, վարպետի մոտ, ինքը գալիս է, թե ինչ արած գտնի, ինչ արած չլնի, երեք վաբշե ժամանակ չի եղել, որ հարցնեմ, իրիկունը ուշ էր, 10 անց էր կոպիտ ասած, որ խախանդվել ենք, այդ ժամին էլ անիմաստ էր զանգեի ասեի, բա ինչ ես արե, բա ոնց, բա սենց, բանենց, կարևորը շինապրանքները կար, անելիքը ինքը գիտեր, մի խոսքով էլի գումարի պարտկու պահանջ չկար, մարդը հստակ գիտեր, իր աշխատելու ուղղությունը ինչ տերանի, ինչ տեր թողա, հետևիս ֆոնը սիրունա, չէ, ասեք, որ սիրունա, երեք սիրելի հետևորդներ, ես մի սենց բան հասկացա, որ կրկին անգամ ու ավելի հստակ հասկացա, միշտ ես ասել եմ, կհիշեք այն սկզբի տարիներում, այն որ մի քիչ ավելի, ոնց ասեմ, դեռ այսքան հարազատ դարձած չէինք,
սենց մեկու մեջերով միգուցե ասած կլնեմ, երբ որ ես քաղաքում էինք դե ապրեմ, այլ թաղամասում, ու որ գալիս էինք այս մեր թաղը դե կոչվում է Գերեզմանների փողոց, տենց են ասում էի Աստված ջան, յարաբ ստեղի խալխը ոնց է ապրեմ, բայց տեսեք, սենց մի խոսք կա չէ, ասում է ընչից փախնում ես, են էլ գլուխը տա գալիս, ես է կադարը այդ փողոցի բնակիչ, էսա 23 տարի, կյանքիս կեսից շատը արդեն այդ փողոցում եմ ապրում, մարդը սիրելի հետևորդներ, ես 3 կրկին անգամ համոզվեցի ու վերջնականապես մարդը այս աշխարհում ամենաուժեղ, իհարկե կինը, թողինձներ են բոլոր տղամարդիկ, մենք անզոր ենք առանց մեր տղամարդկանց, առանց մեր թիկունքի, բայց միևնույն ժամանակ շատ ուժեղ ու զորավոր ենք, որովհետև մեզնից նոր կյանք ա ծնվում, մեզնից նոր մարդ ա ծնվում ու մենք միևնույն ժամանակ այնքան նուրբ ու փխրուն ենք, որ պահ ա գալիս ուզում ես սենց հոգսերդ, ամբողջ իրավիճակդ, սենց թողես, թուլանաս ու կողքիդ ունենաս այնպիսի ամուր հենարան, որ սենց հանգիստ գլուխդ կարողանաս հենես, թեքես քո կողքի հենարանին։ Առավոտ բարի լույսով բաներ պետք չէ։ Բայց անջե չարժ է, կպրցան ավեր է, Ռոբերտ։ Ու սիրելի հետևորդներ ջան, ինչ էի ասում մոռացա, հա, կնոջ ուժեղությունից էի խոսում ու թուլությունից, այ մենք կանայքս այդքանով համ ուժեղ ենք, համ ոնց ասեմ էլի, համ միևնույն ժամանակ շատ թույլ ենք, իսկ երբ որ զգում ես, որ այս կյանքի, այս հորձանուտի մեջ դու պայքար ունես ու այդ պայքարիդ մեջ մենակ ես, մոռանում ես, որ դու կին ես, մոռանում ես, որ դու կարաս փխրուն լնես, նուրբ լնես ու ուզում ես պայքարես համ քո համար, համ քո ընտանիքի, համ քո բալիկների, թե ով ոնց կհասկանա, այդ էլ մեկնաբանությունները թողում եմ ձեզ։ Հիմա երեք Ռիմադատին հուղարկավորեցինք, ոնց պետք էր հավուր պատշաճի, ինձ հարցնում եք երեխաներ ունի, 2 տղա, մի աղջիկ, աղջիկը շատ, ես չեմ տեսել աղջկան, շուտ մահացել է, տղեկն էլ հավուր պատշաճի հուղավորեցին, իրանց մորը վերջին հանգրվանը հողին հանձնեցին ու ես սենց մտածում եմ, ասում եմ տերիմ, նյուժելի ես են Անահիտն է, որ եկել հասել է մինչև գերեզմաններ, վերջ էլի, մոտիկ ես գնում, հրաժեշտ ես տալիս, ես ասել եմ ու կասեմ, դա եկել է իմ տատիկի ժամանակից սկսած, որովհետև երբ որ դու կորցնում ես քո ամենա հարազատին, այդ ժամանակ ես զգում, որ մենակ քեֆ ուրախությունը չի, տխրությանն էլ պետք է մասնակից լինես ու այո, մինչև վերջ գնաս։ Ու երեք հենց այդ համեմատականն էի տանում, ասում էի Աստվածի, նյուժելի ես են Անահիտն է, այն որ իրոք ես վախենում էի, մարմնովս մեկ սարսուռ էր անցնում, ես չէի պատկերացնում այն պահը, որ մարդը էլի ոնց կարա հրաժեշտ տա, դիպչի վերջին անգամ ու ես քանի որ տատիկիս շատ եմ սիրել, շատ, չափից շատ ու երբ որ ես դիպչեցի իրան, չգիտեմ կհավատակ թե չէ, ես մարմնովս մեկ սարսուռ անցավ, երբ որ դու սովորես, որ մարդը տաք լինի, ջերմ լինի, այն անսահման ջերմություն էլ ստացած լինես այդ մարդուց
ու ուզում ես վերջի անգամ ձեր տասկում ես սառույց, հա, ու սենց անբացատրելի անմեծ պահը սիրելի հետևորդներ ու իմ տատիկը իրա գնալուց էլ փաստորեն իրա վերջին բարի գործը ինձ արավ, հասկացրեց, որ էդ էլ է պետք, էդ էլ է մարդկությանը հարիս առանց դրա անհնար է ու տատի պահից սկսած ես արդեն քիչ-քիչ համակերպվեցի, չեմ ասում անընդհատ, բայց որ սենց հոգով շատ հարազատ ես քեզ զգում, գտնում ես իրան վերջի հրաժեշտ տալու մի խոսքով դրանից հետո իմ լավ հարևանուհին, որ շատ է սիրում իրան, իմա տատիկը ու այսքանից հետո կուզեմ դադարելի, ապրենք, ուրախանանք, արարենք, մի քիչ էլ մեր լավով ուրախանանք ու հենց դրանից դրդված էլ երեք իրանց տնեցիք Նիկան Ալեքսին ասում Ալեքս պահասել ենք ստեղ, բայց չգնանք մեկ ամոլ ու տեսակ գնացինք, ես էլ աստվելուց ցելիս կտրվեց ես, Նիկան, Սամսոնը ժողովուրդ ոսկի սրտի տեր մարդա, յուրահատուկ անձնավորությունը, հավատացեք, շատ ուրիշ մարդա ինքը, շատ, միշտ ասել եմ ու կասեմ, գնացինք սիրելի հետևորդներ ջան, լավ ժամանակ անցկացրինք, ինչ եք անում Նիկա, թողեք ես կգամ կտանեմ, Թողեք ես կգամ կտանեմ, կգամ կտնեմ, մի 10 րոպե սպասեմ ու սիրելի հետևորդներ ջան, ես Սամսոնը, Նիկան, Ալեքսս գնացինք մեգամոլ, ստեղ տանը պաղպաղակ փորձեց Նիկան ու տեսով է դիթվի ապրած մարդը Այս ինչ որ ասում եմ կհասկանան, Նիկան սպիտակ պաղպաղակ սիրողը, ասում է ես են մեր թվի պլոմբիրն եմ ուզում ու երբ որ գնում ենք մեկ ամոլ, ընդեղ դելեցնովի համը ուրիշա չէ, ասի վերցնենք, լավ էր չվերցրինք, որովհետև ցուրտ ա դեռ, սենց ասեմ, ասավ չէ, ես հիասթափվեցի, ես կոմ, դրանից հետո Ալեքսս ավտո քշեց, հետո սեղանի թենիս խաղացի, մի խոսքով, հետո նկատեցինք, որ սկզբից Սամսոնս գիտակցաբար թողում էր, որ Ալեքսը հաղթի, հետո արդեն ինքը տարավ ու ասում Ալեքս գիտես խի ասեցի սենց, որ դու իմանաս կարաս և հաղթես, կարաս և պարտվես, բա ոնց ես չգիտեմ, ես ոտքս դրել եմ այդ տուն որպես հարս, հենց առաջի հայացքից շատ սիրել եմ Սամսոնին ու մինչև այս պահը համ սիրում եմ, համ հարգում եմ, որպես մեզ հարազատ, ինձ հարազատ բարեկամ, կես կատակ, կես լուրջ, որ գալիս եմ բան, ասում եմ Սամսոն ես քանի մեջից դու ես չէ, իմ բարեկամը, ասում հա, ասում եմ դե պրծի շուտ արա ամուսնացի, որ հավեսով հարսանիք անենք, մի խոսքով, իմ համար ինչ արժեր սիրելի հետևորդներ, երբ որ երեք իմացան տնեցիք, որ մամաս էլ ա ուզում գա, դե աղբերս զանգեցման, լրիվ կատեգորիկ արգելեցին, իմանալով, որ վերջ էլի, մամայի առողջությունը այդքան էլ լավը չի, ճնշումը բարձր ա նմա, չենք էլ կարամ համոզենք, որ ստաբիլ տանենք իրան բժշկի, չի ուզում ու վերջ։ ու այդ լավ էր չեղավ, հիմա էլ այսօր էսա առավոտվա չայ կոֆեն ենք անում, հետո գնանք գերեզմաններ, մենք հայերս ոնց ենք ասում ինքնահող եք չէ, տենց են ասում, ես չգիտեմ որտեղ ինչ են ասում, ես տենց գիտեմ որ տենց են ասում ու դրանից հետո այսօր դառնու ժամանակները փոխվել են Էլ տներում չեն հավաքվում, մանավանդ Երևան, սրահում Ռոբերտը լրիվ
կազմակերպել եւ այլս այս բաներ, բայց բարձա որ դրանից հետո տանը սեղան եմ դրել, օգնել եմ Ալային, Ալան չի կարամ լիարժեք քայլի, ինչքան ուզում ա ուր գնաս, ինչ անես, հայերը սովորեն, չէ, որ տուն գան, նստեն հարևանների հետ, բարեկամների հետ, հիշողությունների գիրք նգնեն, կենաց ասեն, ու այո, մարդ ինչքան ապրում ա, այդքան էլ դեպի երկինքան բարձված մարդիկ մեր հետ ապրում են։ Մենք էլ առավոտը վեր կացանք, մեր չայ կոֆեն արեցինք, ինչ պետք էր արել եմ, տանը 17 ներողություն, 17 տեղի համար սեղան եմ դրել, որ պարզա գերեզմաններից կգնանք դեպի սրահ, դե սրահը մեն ինչա ժամ-ժամուկ ես ես նստեմ, հետո նորից գալիս ես տանն էլ ես չէ նստում սիրելի հետևորդներ, ամեն դեպքում այս Նիկայանց տանը տենց հա ադաթը, փաստորեն Ռիմատատանց տանն էլ ա տենց, երեք Ռոբերտն ասավ, որ տանն էլ կնստենք, ու ես էլ գլուխս կաղսուս ու փուս, ինչ կարացի, ոնց կարացի, մեկ ինձ ասում եք, բա այդ Ալան աղջիկ չունի, բա ես չունի, բա այն չունի, ունի, ամեն ինչ էլ ունի, ուղղակի աղջիկն էլ տուն ունի, կեսրար, մի խոսքով երեխեք, հարմար չի լինում, մեջների ազատը մի քիչ ես եմ լինում, ես էլ ինչքան առողջությունս ներում ա, ես էլ այդքանով օգնում եմ, որ իմ խղճի առաջ մաքուր ու հանգիստ լինեմ սիրելի հետևորդներ ջան, իմ տան պես գալիս եմ, անում եմ, դնում եմ, չգիտեմ, ոնց իմ տանն եմ անում, նույն ձև էլ փորձում եմ ստեղ անեմ, ձեռք ցած լինեմ, օգնած լինեմ, երեք որ իմացա ուզում են տանը սեղան դնեն բան, Ռոբերտն ասում է ինչ կարելի անել, ասում եմ դե ես ինչ խոսամ, ասում է դու չես հասկանում, որ մենք քեզ մեր տան անդամի պես ենք ընդունում, դու արխային ասա, Ալան չի կարա խանութ գնա, դու ընդամենը ասա ինչա պետք, էտա մի խոսքով դուս եկանք Սամսոնի հետ, Նիկայի հետ, գնացինք մեկ ամոլ, հետո Սիթի, առևտուր արեցինք ու գերեզմաններից ծրայից հետո կգանք տանը կնստենք, որից հետո էլ ամենավերջին տաքսով կգնանք, դպրոցում զգուշացրել եմ, տեղյակ են, բայց թե չի կարելի չարաշահել, որովհետև ամենտեղ պատասխանատվությունը լավ բան ա, ու հարգելի բացական ուրիշ բան ա, իմ մտածելակերպով ճիշտ եմ չէ ասում սիրելի հետևորդներ, բայց որ տենց առիթ բռնես ուծելի շաբաթը բացակայես չէ, անգամ այդ օրը տեսակ, որ մենք գալիս էինք Երևան, Ալեքսը նստեց 5 ժամ, հետո 6-ից արդեն դասղեկին գրել էինք, ու տվություն խնդրել, ու եկել ենք, երեկու այսօր չի գնացել դասի, վաղը պարտադիրից պարտադիր կգնա դպրոց, հետո մենք էլ արդեն մեր գործերն ունենք, այսա օրերը թռան, ամիսը վերջացավ ու ամուսնյակս կասի բայ, էտա կյանքի օրենքն է դա, երբեմն ինձ ասում եք Անահիտ, դու որ ուզես, չես թողա, այս կողմ, են կողմ, շատ նրբություններ կան, շատ բաներ կա, որ երբեմն մարդկանց թվում է սիրելի հետևորդներ, որ հա, դե Անահիտն է, էլի նստած կյանքը պատմում է, բայց մի 20-30% կադրից դուրս մենք ունենք լրիվ ուրիշ առօրյա, լրիվ ուրիշ ապրելակերպ, ու մի ժամանակ անգամ ինձ շատ ցավացնելու, վիրավորելու համար գրում էին, որ ինքն ունի երկրորդ ընտանիք, ես կոմ, պատկերացրեք, որ ես այնքան վստահ եմ ու այնքան ամեն ինչը լավ գիտեմ, որ ինչ էլ լինի, ես իմ ներքին ինտուիցիային եմ հավատում ու իրական քայլերին,
այնպես որ չգիտեմ ոնց ասեմ, որ ճիշտ արտահայտվեմ, բայց կխնդրեմ, որ կյանքը իմն է, թողեք ես ապրեմ, մեկ քննադատի, եթե կարելի է խորհուրդներով կիսվեք, օգնեք, բայց որ իմ ձեռին ելնի թողամ գնա, չգնա, չկա տենց բան, ճիշտ է կինը զոր եղա, կինը ամենաուժեղն է, չէ որ իրանից մարդ ա ծնվում, բայց միևնույն ժամանակ տան գլուխը տղամարդն է, պարանոցը կինը, մեկ ասում են, դե ոնց ուզես, նենց էլ կշարժես, նայած տղամարդ, սիրելի հետևորդներ, էդ էլ կա, բայց նորից եմ ասում, նայած տղամարդ, որովհետև շատ գիտում ենք, որ իմ ամուսինը խելոք է, համեստ է, գշռադատված է, այո, կյանքն ապրած մարդ է, մեկ էլ ցավացնելու համար իբր գրում են, որ պառավ է, եկեք այդ պառավությունն էլ հարգենք, հա, որ կարողանանք մենք էլ պառավենք, այ մենք կանայքս, եկեք փորձենք չդիմահարդարվենք, մազերներս չներկենք, չֆենենք, մի քիչ մեզ հարմար շորեր չհագնենք, հələ տենանք մենք ենք պառավ, թե մեր կողքի մարդիկ են պառավ, չի կարելի, ես չեմ էլ ուզում ասեմ, չի կարելին ու կարելին, բայց ուզեմ մի բան խնդրեմ, եկեք չափի սահմանը միշտ ճանաչենք, որովհետև կյանքում դա մեզ շատ օգնած կլինի։ Հիմա այսօր Երևանը այ սենց եղանակ է, այ սենց սիրուն տեսարան է, այ սենց կիսա ուրախ, կիսա տխուր, հիշողությունների գիրքն ընկած, խոսքի անում ես, դնում ես ու կոնկրետ ռիմատատից ես մենակ լավ բաները կհիշեմ, ճիշտ է եղել է, որ ասելա այս կարա իր սենց անեիր կամ վերջ էլի մի քիչ ուրիշ ձևի ուղղություն ա տվել է սենց եննեց, բայց Ալեքսի խաթր է այդքան եղել, երբ որ ես Ալեքսից դե պահանջել եմ, որ շատ սովորի, կոպիտ ասած, կռիվ արել, ասելա ձեռը սենց էր անում, ասում էր այ աղջիկ ջան, այս երեխին հանգիստ թող, մինգի հետևից, ինքը սենց մի քիչ նուրբ, սենց երկարացնելով էր էլի խոսում, մինգի հետևից, տես ինչ տղա ա դառնալու, ես չեմ լնի, դու կտենաս քո տղեն ինչ տղա կդառնա ու ինձ միշտ կհիշես, նախատել ա ինչ շատ, հա, եկեք անկեղծ ասեմ, բայց զուտ Ալեքսի պահով ասում էր ամեն ինչը լավն է, արած դրած ինմար խելքիս ծերը կուլակնեմ, ամեն տարի կուտում գալով, թե ուրիշ տեղ գնաս մի բան ավելացած կտենաս, քո մոտ 10 բան ավելանում, կամ որ հեռախոսով զանգում էր, ասում էր ոնց է իմ շինարար աղջիկը, ասենք հավես բաներ էլի դասիրելի հետևորդն է, շատ ու շատ իրեր, աղբորոս շատ հարգում էր, չափից շատ, ասում էր այդ տարիքը, այդքան լուրջ, այդքան կշռադատված տղա, մալադեց մամա, մամային էր շատ հարգում, ասում էր գեղեցկուհի, կրասավիցա, ով կասի, որ դու ծուկ ես ծախում, մի խոսքով տեսակ, մամայիս կենացնել խմեց, բայց թե միշտ կյանքա էլի եմ ասում, բոլորս իրապես լավ կյանքով ապրենք ու Տեր ջան տենց փառահեղ մահով էլ կոնկրետ ինձ տանես, որ ոչ մեկի չչարչարեց ու տարավ։ Այդքան բան, հիմա մեր կոֆեն խմեցինք, ուրեմն առավոտկով Ալան ասմա կոֆե դնեմ, ասում եմ հա, ասում թե կարող է բաժանորդներիդ հետ ես խմում, ասում եմ չէ, հլա որ դուք եք իմը, հետո նոր բաժանորդներս, հիմա գնամ տենամ, ինչ կա, ինչ եմ բերել, սեղանին ինչ եմ ավելացնում, սիրելի հետևորդներ ջան, այնուհետև գնալու են գերեզմաններ, հետո արդեն իրիկվա տաքսով
դեպի իմ տուն, իմ բուն, իմ օրրան, իմ ճկնաղ Ստեփանավան։ Չէ, ֆոտո չինը, նաստրոգիքի մեջ կա QR։ Մնաց խմիչքը։ Հետևորդներ ջան, տեսակ ինչքան պայծառ ու լավ օր էր առավոտից, գնացինք, եկանք, այդ ընթացքը խմոր եմ արել, ասի գնալուց առաջ մի հատ հաց տխեմ, ուզեցին, չէի կարա մորզեմ, այնտեղ տանն էլ մարդիկ կային, եկան, նստեցին մի քիչ ավելի երկար, հիմի ես ակելնի ժամը 4:30 է, 5-ին մոտ է, էլի, մենք պետք է գնանք 8:30 վերջին տաքսիով Երևան Ստեփանավան, ես սիրում եմ ասեմ տաքսի Երևանով, բարեկամության մոտից, մինչև այդ խմորս եկել է, 2 անգամ նստացրել եմ, ու տեսակ ինչ մռայլ մռցնած, հայ ուզում անձրև գա, հայ չի գալիս, եկել եմ խմոր անեմ, խմոր անենք, ու հաց տխենք, մի 6-7 հաց եմ տխելու Երևակայի, ինչև այդ գնալս բարակ չմնում էլի, եկանով բզբզան, մի օգտակար բան արացել եմ, սենց ասեմ, սենց խմիչքները, խմիչք որն ասրանք, ստեյց արցնեմ, որտեմ, հավեքը հանեմ, գործեմ ալես, սաղ տնեցիկ գործեմ անը, ես վակեցի, լվացի, երբեմն վրցինի փոխարել, այս են անձեռոցիկ էր կարեմ։ Անձեր, գա։ Կատ-կատում էր, կարա զոնցիկ վերում ես։ Կամոտ էլ է։ Բայց մարաջ է դա կարավ եղանակում ես։ Հա, դեավ ինչ լավ եղանակ էր իրակ։ Պայծառ արևն ու հմիկվա քամին է։ Ավել էր, սրանք սենց եկանը, սիրելի հետևորդներ ջան, ես ուսում եմ բուսայողով տնական նախանութի չի, որ ջուրմուր անեմ, թեպի ծախսը քիչ է յանց համարա, սենց են կաները,
Տիրիր։ Ոնց եմ ասել։ Տիրիկ։ Ապա, այս է։ Խաղում է ձեռիս մեջ։ Տեսնեք։ Ոնցանք աջարդի։ Bye. Այսին չանում ես ծել մտենը։ Ոնցանք հաջորդին։ Դեք նայենք հացերին։ Ստենայք մետ։ Ետքան բլիկ, պապլիկ, սա հավանեցին։ Ես մեկն էլ սարնա։ Էլի խնդրեմ։ Բոլորիս հացն ու բանին շատ էլ ինչ ասեմ։